Բարի օր ընկերներ ջան, ես հիմի Գյումրվա երկրաբանական թանգարան, ինտեղ երկրագիտական, հա կներեք հայերեն, իմ հետ իմ լավ բարեկամ տնօրենն է թանգարանի Մերուժան Մինասյանը, որը համաձայնվեց սիրով այսօրվա օրվա մասին, քանի որ այսօր համաշխարհային տոն է, չէ՞, տոն կհամարվի, հա։ Թանգարանային գիշեր եւ միջազգային օր։ Հա, երկու բառով ինչ է, ձեր մոտ ինչ կատարվի, էլ որ բան։ Լավ, շնորհավորում եմ բոլորիս թանգարանային Ձեզ էլ հատկապես։ Կապակցությամբ մի քանի բառով ուղղակի ներկայացնեմ Շիրակի երկրագիտական թանգարանի պատմությունը։ Թանգարանը հիմնադրվել է 1930 թվականին, կոչվել է Շիրակի պատմության թանգարան։ Այս 70 տարիների ընթացքում թանգարանի աշխատակազմը իր կատարած բազմապնույթ աշխատանքների արդյունքում ձեռք է բերել մեծ հարստություն, պատմական հարստություն, որը կարևոր նշանակություն ունի յուրաքանչյուր հայի համար։ Այդ հարստությունն իր մեջ ներառում է շուրջ 25,000 կտոր տարբեր նմուշներ, հնագիտական իրեր, մարտաբանություն, ազգագրություն, այդ 3-4 տարի առաջվան 3-4 նույնիսկ 5,000 տարվա պատմություն ունեցող բազմաթիվ նմուշներ, որոնք յուրահատուկ են եւ առանձնահատուկ են իրենց տեսակետով, բնույթով։ Թանգարանը սովետական ժամանակաշրջանում կորզել է Գյումրիի մանկավարժական ինստիտուտի նկուղային հատվածում, հետո այգու տեմը։ Այո։ Երկրաշարժից հետո թանգարանը, այսպես ասած, ծավալել այս փոքրիկ շենքում, Գյումրու Միասնիկյան փողոցում 118 հասցում եւ մինչեւ այսօր թանգարանի շենքի խնդիր ունի, այսինքն մենք հիմնական ցուցադրություն անել չենք կարող։ Իհարկե, 80 տարիների եւ հետերկրաշարժան ժամանակաշրջանում թանգարանի աշխատակազմը բազմապնույթ աշխատանքներ է կատարել, համագործակցել տարբեր միջազգային կազմակերպությունների հետ, այդ թվում նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի։ Այս պահին թանգարանը համագործակցում է արդեն 30 եւ ավելի տարիներ Ֆրանսիայի Լիոնի համալսարանի եւ Գերմանիայի Մարտին Լյութեր համալսարանի աշխատախմբերի հետ, որոնք յուրաքանչյուր տարի Շիրակի մարզում Բենյամին եւ Ազատան բնակավայրում մասնակցում են պեղումներին։ Այս ամբողջ հարստությունը, որ թանգարանը, այսպես ասած, ձեռք է բերել կամ կուտակել է, նաեւ դա աշխատակազմի բազմապնույթ աշխատանքներն են, հիմնականում պեղումների արդյունքում է այս բոլորը ձեռք բերվել, հատկապես հնագիտական եւ ազգագրական նյութը, որը, ինչպես նշեցի, արդեն յուրահատուկ եւ առանձնահատուկ է իր տեսակով։